Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղի եթերում Նոյան Տապանն է, տաղավարիմ հյուրընկալել եմ Նորագավիթ հայրենակցական միավորում հասարակական կազմակերպության նախագահ Աշոտ Եղիազարյանին։ Հիշեցնեմ, որ մեր ուղի եթերները կարող եք նայել դիտել Նոյան Տապանի Patreon-ում, QR կոդը ձեր էկրաններին է։ Պարոն Եղիազարյան, բարև ձեզ, շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավերն ընդունելու համար։ Շնորհակալություն։ Տարիներ շարունակ մենք քննարկում ենք Երևան քաղաքի խնդիրներից Նորագավիթի հիմնական ու վարչական շրջանի խնդիրները, դրանք վերաբերվում են ճանապարհային երթևեկության անվտանգությանը, ծառերի հատումներին, այսօր անդրադառնանք առաջինը ճանապարհային երթևեկության անվտանգությանը, եթե ժամանակը կբավարարի կխոսենք նաև ծառահատումների մասին։ Փաստորեն, ինչի մասին մենք որ խոսում ենք այդ անվտանգության հետ կապված, ապրիլի 9-ին ազգային ժողովում եղան խորհրդարանական լսումներ հենց այս թեմայի շուրջ եւ ըստ վիճակագրության 2024 թվականի տեղի ունեցել զոհերով եւ վիրավորներով 4314 ճանապարհատրանսպորտային պատահար, զոհվել է 333 մարդ, վիրավորվել 6116-ը։ Միայն 2025 թվականի հունվար-մարտ ամիսներին արձանագրվել է զոհերով կամ վիրավորներով 988 պատահար, որի հետևանքով գրանցվել է 60 զոհ, 1391 վիրավոր, եւ փաստորեն ստացվում է, որ 10 տարվա ընթացքում խաղաղ պայմաններում 3 միլիոն բնակչություն ունեցող երկրում ունենում ենք 3600-ից ավելի զոհ, 70,000 վիրավոր, եւ այդ վիրավորներից ոմանք երբեմն մինչև վերջ չեն կազդուրվում եւ 2000-ից 3000-ը ձեռք է բերում ցմահ հաշմանդամություն։ Ինչի մասին են խոսում այս տվյալները։ Այն, որ իշխանությունների կողմից անտարբերություն եղել է, դուք դրա մասին բազմաթիվ անգամ խոսել, մենք այս հարթակից ներկայացրել ենք, բայց նաև բավական չէ իրենք չեն աշխատել, չեն լսում նաև հասարակական կարծիքը, այսինքն բնակիչների բողոքները տեղ չեն հասնում։ Հիմա մի փոքր անդրադառնանք ձեր տվյալներին, ինչ իրավիճակ է Նորագավիթում այդ ճանապարհների հետ կապված։ Ուրեմն ձեր ասածին հավելեմ, որ այսինքն դուրս է գալիս, որ իրանք էլ ընդեղ արձանագրվեց, որ օրական միջին հաշվով 1 մարդ է զոհվում եւ 16 մարդ վիրավորվում է։ Ու սա խոսուն թվեր են ու շատ ես հետևեցի այդ խորհրդարանային լսումներում ու նաեւ այդ այնտեղ անդրադարձ եղավ նաեւ մեր հարցի վերաբերյալ պատգամավորներից Ալխաս Ղազարյանը հարցով դիմեց քննարկման ժամանակ, որ նման վտանգավոր հանգույցներից մեկը գլխավոր Երևան քաղաքում դա հյուսիս հարավ Մայրուղու եւ Նորագավիթի առաջի փողոց հատման վայրում գտնվող հանգույցն է։ Ու լավ էր, որ արդեն մեր խնդիրը նաեւ հասել է ազգային ժողով։ Հիմա այդ հանգույցի հետ կապված Տիկին Պետրոսյան ձեր նախաձեռնությամբ մի քանի անգամ անդրադարձել ենք այդ խնդրին եւ եկանք մի պահ, որ արդեն զգացինք, որ խնդիրը լուծվում է, լավ տպավորություն ենք, անհամբեր սպասում ենք, թե երբ է լինելու։ Ու ասեմ, նախընտրական Երևանի քաղաքապետարանի ավականու նախընտրական քարոզարշավի ժամանակ Տիգրան Ավինյանը երբ որ Նորագավիթում էր իր ժողովրդի բնակչության հետ հանդիպման ժամանակ այդ խնդիրը եւ այլ խնդիրների հետ ներկայացրեցինք իրան ու բարեբախտաբար ինքը ականջալուր եղավ եւ ինձ հրավիրեց անձնական զրույցի։ Այդ զրույցի ժամանակ մի քանի խնդիրներ Նորագավիթ թաղամասի հետ կապված բարձրացրեցի, առավել եւս հիմնականում նաեւ անդրադարձա այդ հանգույցին։ Ինքը ասաց ես կուսումնասիրեմ, առաջիկայում կոնկրետ կպատասխանենք եւ ստացա մի քանի օր հետո ես հետևում էի քաղաքապետարանի գործավարական կարգավարական նիստի ժամանակ ինքը ասեց, որ արդեն քննարկվել եւ հաստատվել է M8 Մայրուղու հանգույցի
վերակառուցման աշխատանքների ծրագիրը, որից հետո ստացա ես քաղաքապետարանի ծիկ հոակի ղեկավարի ստորագրությամբ նամակ, որ արդեն նախահաշվային փաստաթղթերը հաստատվել են եւ գտնվում է ընթացքի մեջ։ Դու բավականին լավ լուր էր, երբ արդեն ժողովուրդներ, բնակչություններ Հավատացիք, պաստոր, ինչքան ժամանակ է, որ այդ թուղթը ստանալուց հետո դուք դեռ հավատում եք, որ պետք է... Չէ, այդ թուղթը ստանալուց հետո ուրեմն հետևեց ես բացի դրանից ուզում եմ առնչվեմ կապեմ այս հարցի հետ 24 թվականի հոկտեմբերի սկզբներին, երբ վարչապետը կոչով դիմեց հանրապետության բնակչությանը, հետևյալ նույն բովանդակությունը համառոտ ասեմ, ուրեմն սենց էր, ասում եմ ես, երբ որ շրջում եմ հանրապետության մարզերում, քաղաքներում, շրջաններում, հաճախ բնակիչները հանդիպումների ժամանակ այնպիսի հարցերով են դիմում, որ ուղղակի զարմանում եմ եւ ինձ թվացել է, որ այդ հարցերը արդեն վաղուց լուծված են եղել, պետք է լուծված լինեին, բայց տեսնում եմ, որ տեղից չի շարժվել, այդ խնդիրները դեռևս մնացել են անլուծել, չլուծված։ Ու դրանից հետո ինքը դիմեց առաջարկությամբ, ասեց ես խնդրում եմ, դիմում եմ բնակչությանը, քաղաքների, բնակավայրերի, թաղամասերի, որպեսզի իրենք ռեյտինգավորեն իր լեզվով ասած իհարկե, ռեյտինգավորեն այդ խնդիրները ու ուղարկեն ինձ կառավարություն, ես խոստանում եմ անձամբ ուսումնասիրեմ, ծանոթանամ եւ հետեւողականորեն զբաղվեմ դրանց կատարման հարցերով։ Այդ դրանից հետո ինձ մոտ քանի որ նախկին բարձրացած հարցերը անընդհատ չեր լուծվում, մնացել էին անկատար վիճակում, ասեցի շատ հրաշալի առիթ է ու մենք խմբավորեցինք այդ հիմնական հարցերը եւ իր լեզվով ասած ռեյտինգավորեցինք, բայց քանի որ խնդիրները շատ էին, մտածեցինք, որ չծանրաբեռնելու համար առանձնացնենք 4-ը գլխավորը, նոր հետագայում մնացածը ընթացքի մեջ կլինի։ Ուրեմն այդ գլխավոր խնդիրներից մեկն էլ այդ հանգույցի խնդիրն էր, առաջինը հենց այդ հանգույցի խնդիրն էր։ Ուրեմն այդ որ ասեցի քաղաքապետարանից հաստատվեց գործավարկային հանձնաժողով նիստում էլ ասեց, որ արդեն հանձնարարություն տրվեց, որ զբաղվել կառուցման աշխատանքներով այդ վարչության պետին։ Մեկ էլ դրանից հետո միջնորդավորված կարգով ոչ ուղղակի խուսափելով քաղաքապետարանի աշխատողները իմ հետ ուղղակի հարաբերվելուց Շնգավիթի վարչական շրջանի ղեկավարի միջնորդությամբ նամակ են ուղարկում ինձ, որ այդ ծրագիրը այս տարվա կառուցապատման օրակարգում մեջ չի մտնում, դուրս է։ Այսինքն նորից հիասթափություն։ Այսինքն 2025 թվականին էլ կունենանք դեպքեր, եւ եթե խոսում են, որ պետք է ճանապարհային անվտանգության ռազմավարության մշակել, այդ ռազմավարության մեջ փաստորեն այդ հանգույցը այս տարի չի լինելու։ Ուրեմն դրանից ելնելով, որպեսզի ես կարողանամ մեր խնդիրները, այդ դրա կարևորությունը մեկ անգամ եւս էլի, այդ մարդկանց տեղ հասցնել, հիմնավորելու նպատակով դիմեցի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին, խնդրելով, որ մեզ տեղեկատվություն տրամադրվի M2H8 Նորագավիթ առաջի փողոցից, մի խոսքով այդ հանգույցում վերջին 5 տարիների ընթացքում քանի ավտովթար է տեղի ունեցել ու որի արդյունքում քանի զոհ եւ քանիսն են մարմնական վնասվածքներ ստացել։ Նու շնորհակալ եմ, որ անմիջապես շատ արագ կարգով այս
պատասխանը ստացանք աղյուսակի ձևով նշված է թե քանի ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, քանի զոհ, քանի վիրավոր։ Որ թվականի համար է այն Ես վերջի 5 տարիների Եվ ինչպիսին 20, 21, 22, 23, 24, իսկ մինչև 20 թիվը ես արդեն ինձ մոտ ունեի։ Հիմա այդտեղ տվյալները Օրինակ ինչպիսին են։ մի քանիսն ասեմ, 25 թվականի տվյալները կան։ չէ 24-ը, 24-ը, ճանապարհային տրանսպորտային պատահարները 5 տարում 70 է եղել։ Այդ հանգույցում։ Այդ միայն այդ հանգույցում զոհ 6 զոհ է եղել, 108-ը ծանր մարմնական վնասվածքով վիրավորներ։ Այլ սրանից ավելի ինչ խոսուն փաստեր այն, այսինքն էլ ինչքան պետք է զոհ լինի, որ այս մարդիկ հասկանան, որ շատ խիստ կարևոր խնդիր է այս Դուք խնդիրը։ հիմա գտնում եք, որ 2025 թվականի ծրագրում պետք է լիներ պարտադիր։ Պարտադիր։ Եվ 1 տարի հետաձգելով նորից այս զոհերի Նորից, քանակը հնարավոր է ավելանա։ Ավելանա եւ Տիկին Պետրոսյան, մեր նախորդ հանդիպումներից մեկի ժամանակ դուք հետարքիր բնորոշում եք ներկայացրել, ուրեմն այդ ճանապարհով ինտենսիվությունը, երթևեկության ինտենսիվությունը, ուրեմն օրական միջինը 32,000 ավտոմեքենա է անցնում։ Եվ դուք վերնագրել եք, որ յուրաքանչյուր օր 32,000 ընտանիքի կյանքը վտանգված է։ Հա, ուրեմն էլ չգիտեմ, էլ ինչ հիմքեր պետք է լինի, որ բանը հիմա այս իրավիճակում ես չգիտեմ Փաստորեն այսքան տարիների ձեր չարչարանքը ընդհանրապես եղավ մեկ պատասխան, որ 2025 թվականին չի լինելու ծրագրի մեջ հույս մի ունեցեք։ Պարոն Եղիազարյան, ներողություն մի բան էլ ասեմ, ուրեմն այս ստանալուց հետո հələ առայժմ մի շաբաթ առաջ քաղաքապետին Տիգրան Ավինյանին նամակ եմ ուղարկում եւ այս պատասխանն էլ հետո մեկնաբանություններով։ Մեկնաբանությունը հետեւյալ ձևով եմ էլի ներկայացնում։ Ասում եմ պարոն Ավինյան, մենք ավականու ընտրությունների ժամանակ եւ որ դուք եկել եք, ասում եք բոլոր հարցերն ասեք, հանձնարարեք, ես կանեմ, կկատարեմ։ Հիմա ասել ենք, դուք էլ խոստացել եք եւ էլ ինչ լինի դրանից։ Էլ ոնց գնահատենք։ Ու ես իրան ասում եմ, պարոն Ավինյան, ձեզ այդ հանդիպումների ժամանակ ժողովուրդը նաեւ մեր աջակցությամբ լուրջ հույսեր կապեց ձեր նկատմամբ ու արդյունքում այն եղավ, որ ընտրությունների ժամանակ դուք նորագավիթում հավաքեցիք 3000 շուրջ 3000 քվ, ընտրողների քվ, որը տոկոսային հարաբերությամբ Երևան քաղաքի բնակավայրերի համեմատությամբ ամենաբարձրն է։ Հա, ու ես միաժամանակ իրան բացատրում եմ, ասում եմ ախր այդ մարդիկ այդ 3000 քվեն, որ ձեզ տվեց, չտվեց, որ ձեր պաշտոնյաները վայել են, իրան վայել են այդ իրանց պաշտոնը, իրանց նպատակներին ծառայեցնել, այլ այդ քվեն նրա համար էր, որպեսզի այդ ծառայողները, պաշտոնյաները ծառայեն ժողովրդին։ Ես իրան հիմնավորում եմ, ասում եմ մինչդեռ մեր մոտ այն համոզմունքն է ստացել, այն տպավորությունն ենք ստացել, որ դուք որպես մեր կողմից ընտրված պաշտոնյաներ, դուք ըստ կանոնի դուք պետք է կանգնած լինեիք մեր մեջքին, մեր կողքին եւ օգնեիք մեզ, մեր բնակչությանը, մեր արժեվ ծառացած խնդիրները համապատասխան աճաններում ներկայացնելու եւ օգնելու դրանց կատարմանը։ Մինչդեռ մենք եկել ենք այն համոզման, որ դուք մեզ դիտարկում եք ոչ թե բարեկամներ, հարազատներ, այլ հակառակորդներ ու մրցակիցներ եւ ամեն հնարավոր ու անհնար մեթոդներով պայքարում եք մեզ դեմ օգնելու փոխարեն։ Մի հատ կոնկրետ մի հատ փաստել ասեմ, որ դուք համոզվեք։ Ուրեմն քաղաքապետարանին դիմում ենք, որ Նորագավիթ թաղամասում այն դեռևս 92 թվականի դուք այդ խնդրին այնքան ծանոթ եք, արդեն անհարմար եմ զգում այդքան այդ թեմայով շատ խոսալ, բայց փաստը որ ինչքան 40000
այգիներ, ծառեր սպանդի ենթարկվեցին, Երևանի թթվածնաքաղց, Երևանի թոքերը ոչնչացվեց եւ այլն, եւ այդքանից հետո բարեբախտաբար դեռևս 250 հեկտար գյուղացիական բարձր նշանակության հողեր պահպանվել են։ Էդի ոնց են ասում, մազապուր ծեղած այդ վիճակով։ Հիմա ասում ենք ժողովուրդ ջան, քաղաքապետարան ջան, ղեկավարներ, այսօր մեր երկիրը գտնվում է փաստացի պատերազմական իրավիճակում։ Լուրջ խնդիրներ կան, բարենային անվտանգության խնդիր կա։ Հետևաբար մենք մեր յուրաքանչյուր 1 սանտիմետր քառակուսի հողը պետք է արդյունավետ օգտագործենք ու նպատակային։ Իսկ այդ 250 հեկտար հողը մնացել է օդում կախված անորոշ ճակատագրով։ Ուրեմն երբ որ 92 թվականին կոլտեցությունը լուծարվեց 10 տարով դրանք վարձակալության մի մասը սեփականաշնորհվեց, մի մասը 220 հեկտարի չափով վարձակալության տրվեց բնակչությանը 10 տարի ժամանակով 10 տարի լրացավ ու այդ 10 տարիների ընթացքում մարդիկ այգիներ ստեղծեցին, հողը մշակեցին եւ իր նպատակին ծառայեցրեցին, նաեւ զգալի կապիտալ ներդրումներ ներդրեցին հողերի մշակության, ենթակառուցվածքների բարելավման եւ այլ հարցերի վրա կապիտալ ներդրում կատարեցին։ Եկավ 10 տարի լրացավ, հիմա ասում ենք ժամանակն է, որ երկարացնենք էլի այդ անելիքները իմանան, ժողովուրդը որ վստահ լինի, այդ իր հողն է, թե իր հողը չի եւ կոնկրետ պատկերացում ունենա։ Ուրեմն այդ ժամանակ նախկինում ես ձեզ մի անգամ եմ ասել, ուրեմն այդ լուծարման ժամանակ, երբ որ ստեղծվեց հողային ռեֆորմի պետական կոմիտե, որոշում կայացեց, որ Երևան քաղաքի բոլոր հողատարածքները գյուղացիական նշանակության ձեռնարկությունները անցնում էր Շահումյանի շրջխորհրդի գործկոմի տնօրինության տակ, այսինքն մեր հողերներ Շահումյանի շրջխորհրդի գործկոմի տնօրինության տակ էր։ Իդեպ ասեմ նաև ես այդ տարիներին եղել եմ Երևան քաղաքի հողօգտագործման, հողհատկացման ամբողջ քաղաքի հանձնաժողովի նախագահ ես եմ եղել։ Ուրեմն ժամկետը լրանալուց հետո դիմեցինք, այդ ժամանակ արդեն հողերը վերադարձվեցին այն վարչական շրջաններին, որտեղ որ գտնվում են, այսինքն Շահումյանից այդ հողերը տրամադրվեցին Շենգավիթի վարչական շրջանի։ Շենգավիթի վարչական շրջանի ղեկավարներին, որ դիմեցի, ասացինք արդեն 10 տարին լրացել է, եկեք երկարաձգենք, մի քանի գործ արեցին, մեկ էլ մյուսներն ասում է ստոպ, կանք։ Բանը քաղաքապետարն ասել է դադարեցրեք, որովհետև կառավարությունում քննարկվում է այդ հողերի կարգավիճակի հարցը։ Ու կարգավիճակի հարցը քննարկելուց հետո ամբողջ Երևան քաղաքի հողերը տրամադրվեց անցան Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ։ Տիկին Պետրոսյան, ուրեմն դրանից հետո ուրեմն արդեն ես էլ ինձանից էլ եմ անհարմար զգում 30 քանի հատ նամակ եմ ուղարկել քաղաքապետարն ասում եմ այս ժողովուրդ ջան եկեք այս հարցը լուծենք որպեսզի մարդը ոնց որ կրկնեցի իմանա այդ իր կարգավիճակը եւ բացի դրանից մարդ ուզում է հողի հարկ վճարի այդ իր զբաղեցրած հողի հարկը բյուջեն կլծվի ամեն դեպքում նաև դրանով պետական բյուջեն լուրջ ֆինանսական հոսք կունենա ես նախքին այդ անշարժ գույքի վարչության պետին Ամյան կար ասում եմ լսի դու գիտես ինչքան վնաս ես տալի պետությանը եթե այսօր մի տեղ 5000 դրամ գողությունա լինում կամ բանալում ես ինչ է դառնում բայց ես հաշվում եմ որ այդ 30 տարիների ընթացքում մոտավորապես 50 միլիոն հոսք կլներ պետական բյուջեն էդի շուտ թե ուշ պետք է մեղավորներին գտնեն ու դրանցից գանձեն այդ գումարները նույնիսկ այդ աշճանի այդ տոնով եմ դիմել Պարոն Եղիազարյան մի խոսքով փորձենք իմի բերել փաստորեն խնդիրները մնացել են նույնը մի այսպիսի հարց իսկ ինչ է անում ձեր վարչական շրջանի ղեկավարը ինչու եք այս ամենով դուք զբաղվում դե
վարչական Եղել է հանդիպում, խնդիրներին ինքը տեղյակ է։ Իրան նամակները գնում հասնում է եւ այս վերջերս իր նամակներից մեկը պատկերացնում եք ուղարկում է ինձ այնտեղ ասում է որ ձեր բարձրացված հարցերը բայց ես իրան չեմ դիմել էլի դիմել եմ կառավարություն դիմել եմ քաղաքապետարան ասում է ձեր կողմից բարձրացված հարցերը չեն գտնվում վարչական շրջանի ղեկավարի լիազորությունների տիրույթում Իսկ ում տիրույթում է գտնվում իր տարածքի բնակիչների Դրանից հետո էլ մի հատ էլի հարցագրեմ այդ հողերի հետ կապված որ քանի որ քաղաքապետանից նամակ է եկել որ քանի որ ժամանակին չեք արել հիմի արդեն ուժը կորցրել է այդ պատկերացնում եք ինչ Այսինքն խնդիրների մոտիկից բնակիչների մեջքի կանգնելու փոխարեն այդ թաղապետին նամակ եմ մի 3 օր առաջ ուղարկել ասում եմ պարոն թաղապետ պարոն վարչական շրջանի ղեկավար բնական է որ ձեր տիրույթում չի այդ իմանալով մենք դիմել էինք համապատասխան ատյաններին կառավարություն բան ձեր խնդիրը պետք է լիներ ոչ թե այդ անհեթեթ իրանց պատասխանները ստանալ միջնորդավորված կերպով ուղարկել ինձ այլ դուք այդ պետք է դնեք այդ խտապանակով գնայիք համապատասխան ինքները դռները թակեիք ասեիք որ այս հարցերը չլուծված են մնացել դուք օգտագործեիք ձեր հեղինակությունը կապերը եւ պաշտոնի ստանձնած պաշտոնի իրավազորությունները նպաստեիք մեր հարցերը լուծեիք մոտավորապես հիմա ես չգիտեմ ես Ամեն դեպքում նորից անարձագանք մնաց նորից փաստորեն Պարոն Եղազարյան հիմա քաղաքում կարծես թե ցանկացած խնդիր լուծելու համար եւ իրենց ձայնը բարձրացնելու համար իրենց հարցերին որպիսի մարդիկ վերևներում ուշադրություն դարձնեն փողոցներ են փակում եղել է նմանը ձեզ մոտ կարծիք որ ամբողջ թաղամասով ոտքի կանգնեք եւ այդ հանգույցը որի մասին մենք խոսում ենք այդ 32000 մեքենաների շարժը այդպես խոչընդոտեք Տիկին Մարի ուրեմն մի նախքին հաղորդումների ժամանակ լրագրողներից մեկը ինձ հետևյալ հարցը տվեց ասեց պարոն Եղազարյան դուք այդքան գրում եք դիմում եք կառավարություն քաղաքապետարան ստեղ ընդեղ եւ այլն հրապարակումներ թերթերում բավականին հրապարակումներ կա տեսնում եք որ չի լուծում էլի ես էլ եմ ասում ոնց որ դուք ասում եք չի լուծում ինչ եք վերջի ինչ եք մտադիր անելու ես անմիջապես այդ լրագրողին պատասխանեցի ասեցի հարգելի լրագրող ուրեմն ես ձեր տողատակով հասկանում եմ դուք ինչ եք Ես հարցս հենց ուղիղ եմ տալիս, պարոն Եղազարյան, որտեղ հենց հիմա էլ այսօր այս պայդրությամբ եւ արդի խճուղում ճանապարհը փակել են մարդկանց Ես էլ ասեցի, ես էլ պատասխանեցի, ասեցի որ քանի որ մենք Նորագավիթի բնակչությունը Նորագավիթ թաղամասը բնակավայրը մի քանի 1000-2700 տարվա պատմություն ունի քաղաքակիրթ բնակ ժողովուրդ ենք ժամանակին 11 եկեղեցի ենք ունեցել եւ այլն մենք մեծերից էլ դաստիարակվել ենք քաղաքակիրթ չի անցնում հիմա չի անցնում տարբերակը տեսեք ինչքան է գրել քանի տարի է գրում ասեցի նաեւ ձեր ասածով մարդիկ էլ են հոգնել ասում են դե լավ ոնց որ ուրիշներն են անում եկեք մենք էլ հենա դուք ասեցիք Պրոշյանի այո Եղվարդի ճանապարհը փակել են Պրոշյանցիները փակեցին մի խոսքով Քասախի բնակիչները հիմա ուրեմն ի տարբերություն այդ բնակավայրերի մեր բնակավայրի ես այդ լրագրողին էլ պատասխանեցի ասեցի մեր հնարավորությունները ավելի շատ է մեր թաղամասով ասում է ոչ միայն տեղական քաղաքային հանրապետական այլ միջպետական ճանապարհներ են անցնում ու դից մի քիչ էլ հումորով էլ ասին նաև երկաթգիծն է մեր Նորագավիթով ասում հարևանությամբ էլ օդանավակայանն է ու հաջորդ օրը այդ լրագրողը վերնագիրը գրել է որ Նորագավիթիները պատրաստվում են փակել ճանապարհը երկաթգիծը օդանավակայանը եւ այլն հիմա պարզապես մենք անհարմար ենք զգում որ
նման քայլերի դիմանք։ Հələ մի հատ էլ այսօրվա մեր հաղորդումը գուցե ինչ որ նաև փորձենք օգտագործել այդ Ձեր ասացի նպատակով։ պես այդ քաղաքակիրթ ճանապարհով դեռ փորձենք հարցին Հələ մի հատ էլ փորձենք, հա մի հատ էլ փորձենք, գուցե մարդիկ են էլի զգան։ Ես այն ժամանակ որ վարչապետին էլ ասում եմ, առանց էլ այսօրվա իրավիճակը ձեր ջանքերը որ ներեք դնը բան, ինչ որտեղ եկել է այնց իրավիճակը որ փլուզված վիճակում է հայտնվել մեր պետությունը, մեր երկիրը։ Գոնե այս խնդիրները լուծեք, որ մարդկանց մոտ Փչացնենք զոհերը։ Զոհերի թիվն է հարկավոր նվազեցնել։ Պարոն Եղազարյան, մենք խոսեցինք վարչական շրջանի ղեկավարի մասին, իսկ ով է ձեր պատգամավորը։ Մենք պատգամավոր չունենք առաջինը։ Հետո գիտեք, ես վարչական շրջանի ղեկավարի նկատմամբ նորմալ վերաբերմունք ունենք ու նաև այլ կապերով էլ, բայց այդտեղ գիտեք որն է, մեր տեղական ինքնակառավարման մասին օրենքում էլ պետք է դրա պատճառները փնտրենք, որովհետև այսօր Երևան քաղաքում վարչական շրջանի ղեկավարները չեն ընտրվում, այլ նշանակովի են։ Իսկ եթե մի հատ ասենք Տավուշի շրջանի Սևքար գյուղը, ասենք օրինակի համար, ունի 28 տուն, մի 100 ընտրող ունի, իրանք ընտրում են համայնքի ղեկավար, ու այդ համայնքի ղեկավարն էլ պարտավորված ազգում իր ընտրողների առջև։ Հիմա քաղաքի շրջանները, այդ որ կան վարչական շրջանները, ասենք կենտրոն ունի 5-600 հազար բնակչություն, 500 հազար մոտավորապես, թվերը կարող է լավ չասեմ, մեր Շնգավի թե 220-230 հազար, ու այդ մարդիկ չեն ընտրում իրանց ղեկավարին, հետևաբար նաև ղեկավարն էլ ոնց որ ասած պարտավորություն չի զգամ որ իրան կարող է մյուս անգամ ընտրեն կամ չընտրեն։ Այսինքն ինձ թվում է այս խնդիրն էլ է կարևոր դեր խաղում, այդ տեղական ինքնակառավարման մասին օրենքում այդ հարցն էլ էլի պետք է ինչ որտեղ։ Դե հետևենք, տեսնենք այս անգամ հիմա փաստորեն որ փուլում է ձեր գործը։ Դուք նորից 3 օր առաջ նամակ եք ուղարկել։ Ես 3 օր առաջ ուղարկել եմ քաղաքապետարան, նորից հիմնավորված նկարագրել եմ ու ասում եմ եկեք մի քիչ ավելի ու նաև մի եթե ժամանակն կայտել ասեմ, նաև իրան առաջարկել եմ, որ առաջիկայում ձեզ ցանկացած հարմար ժամանակ հրավիրում ենք Նորագավիթ մշակույթի տան դահլիճում հանդիպում ունենալ, խորությամբ ուսումնասիրել, լսել մարդկանց կարծիքը, առաջարկությունները եւ օգտագործել հետագա գործնեության աշխատանքի մեջ։ Գուցե սպասում են նախընտրական իրենց Ես չեմ կարող, ասեմ հիմա իրան նաև մի բան եմ առաջարկել, ասում եմ էդի նախկինում լավ նախադեպեր եղել է։ Ուրեմն 1990 թվականին դեռևս այդ տարիներին ես հանդիպում ունեցա Քաղաքի գործկոմի նախագահ Արտաշես Գեղամյանի երջանկահիշատակ Արտաշես Գեղամյանի հետ ու ինքը այդ հանդիպումից հետո հետևեց քաղաքային խորհրդի գործկոմի հունվարի 18-ի որոշումը, որը վերնագիրն է Նորագավիթ թաղամասի սոցիալ-տնտեսական եւ հոգեվոր մշակույթի զարգացման խնդիրների մասին ընդարձագործնական որոշում կայացվեց։ 1993 թվականի հոկտեմբեր ամսին ես այն ժամանակ քաղաքորդի պատգամավոր էի, այդ քաղաքորդի գործկոմի նախագահ Վահագն Խաչատրյանը ներկայիս հանրապետության նախագահան իր ողջ ղեկավար անձնակազմով տեղակալներով, վարչապետերով եկան Նորագավիթ մշակույթի տանը մեծ հանդիպում եղավ ու նաև հարևան թաղամասի հիմնարար ձեռնարկությունների ղեկավարները գործնական հանդիպում եղավ։ Մի հատ էլ վերջի բան ասեմ, 2012 թվականին էլի Տարոն Մարգարյանին դիմեցի, կուտակված խնդիրներ կար ու ինքը Տարոն Մարգարյանը ասեց իմ բոլոր հարցերը նայեց, տեսա որ ստորաբաժանման հետ առնչվում, այդ ստորաբաժանման վարչության պետերը իրանց տեղակալներով, անձնակազմով եկան Նորագավիթ հանդիպում եղավ բնակչության հետ ու կարգադրություն կատարեց, որ մարդը ոչ թե
թուղթը վերցնի կա քաղաքապետարան այդ փակ դռներով, այդ միլիցիայով ամրա փակված, շրջափակված, բան, այլ այդ մարդիկ սենյակ հատկացվեց Նորագավիթի մշակույթի տանը, որ իրանք նստեն եւ մարդկանց ընդունեն, տեղում հարցերը լուծեն։ Հիմա էլ ասում եմ, պարոն Ավինյան, այդ ավանդույթը շարունակելով խնդրում եմ ձեզ եկեք Նորագավիթ։ Վատ բան կա դրա մեջ։ Տեսնենք արձագանքը Հիմա մի ինչպիսին խոսքով կլինի։ այս սրան եմ սպասում, էլի։ Եվ վերջի հարցս, պարոն Եղազարյան, վարչապետը հեծանիվ է վարում եւ խորհուրդ է տալիս հեծանիվ վարել։ Գուցե պետք է խորհուրդներից օգտվել վարչապետի։ Դե ես ճիշտ ասած Առողջ ապրելակերպ եւ դեպքերը քիչ ես ճիշտ կլինեն ասած կարծես այդ դաշտը չէի ցանկանա մտնեի, բայց վատ խորհուրդ չի, ինչ է եղել, որ Չէ, ի վերջո բոլոր հարցերը կարծես թե հանրապետությունում վարչապետն է։ Հա, դե վարչապետն Եթե տեղյակ է լինում, ընթացք է տալիս։ Դե վարչապետն էլ կարծում եմ իմ նամակը, վերջին նամակը իրան Նորից կփոխանցեն։ Չէ, նաև օգնեց, որ ինքը իր այդ ենթակառուցվածքներին ու ինձ թվում է նաև քաղաքապետարանին ասեց, որ դուք մի բառը փոխում եմ Այսինքն սխալները ընդունի։ Ընդունեց, ասեց այդ բոլորը նրանից է, որ տգետ եք, ուրիշ ոչ մի պատճառ չկա դրա համար։ Ինձ թվում է այդ իմ նամակն էլ օգնե, որ այդ գնահատի այն նախարարությունների եւ քաղաքապետարանի աշխատանքների մակարդակը, որոնք ինձ թվում է պաշտոնյաների գերակշռ մասը բանը գրագետ չեն տիրապետում իրենց մասնագիտությանը եւ քաղաքապետարանում պրոֆեսիոնալ թիմ ձևավորված չի եւ ինձ թվում է այս ուղումը հենց դրան էր էլի վերաբերում Հետևենք զարգացումներին, պարոն Եղազարյան, եւ ասենք, որ քաղաքը բավականին շատ ծանր վիճակում է, այսօրվա խցանումները շատ ահավոր էին եւ մարդիկ աշխատանքի են գնում արդեն տեսնում ես, որ տրանսպորտից իջնում են, մեքենաներից իջնում են, վազքով են գնում, մի խոսքով սա շատ անհարմար իրավիճակ է եւ քաղաքային իշխանությունները տեսնենք ինչ կմտածեն, որտեվ լինել խցանման մեջ ոչ թե 1 ժամ, այլ 1 ժամից ավել եւ ընդհանրապես 9 րոպեանոց ճանապարհը կարողանալ հատել 1 ժամից ավել 2 ժամվա ընթացքում, սա արդեն եւ նյարդերի տեղիք է տալիս եւ արդեն վարորդները կիսազայրացած շարունակում են այդ իրենց ուղևորումները եւ վթարները, տեսեք մի քանի անգամ շեշտվեց, որ վթարների պատճառները որոնք են ճանապարհային այդ նշանների բացակայությունները, հիմնականում նաեւ ճանապարհային ենթակառուցվածքների անբավարար վիճակը, տեսանելիությունը, արագությունը եւ այլն, բայց կարծես թե ոչ ոք չանդրադարձավ, որ այդ խցանումներից արդեն մարդկանց նյարդերը տեղիք է տալիս։ Տիկին Պետրոսյան, մի հատ տունեց ցավոտ տեղ, որ հիմա դուք հետի չասեիք, մեր նորագավիցիները գիտեն այսօրվա հանդիպման համար ու ինձ լուրջ դիտողություն կանեին, եթե դուք այդ հարցին չանդրադառնայիք այդ տրանսպորտի խցանումների։ Ուրեմն տեսեք, մեր թաղամասում բնակչության թիվը մոտավորապես 22-23 հազար է, նու բավականին մեծ թիվ է։ Ուրեմն տրանսպորտային սպասարկումը մեր թաղամասի բնակչության, ուրեմն այդ տրանսպորտը բացի Նորագավիթից սպասարկումը Արարատյան մարզի Նոր Խարբերդ, Այնթապ, Մարմարաշեն, Արևաբույր բնակչությանը Նու պատկերացրեք, այդ ժողովուրդը մեքենաները խիստ ծանրաբեռնված գալիս են, հասնում են Նորագավիթ, այլևս տեղ չի լինում նստելու, սենց արագընթաց տարանցիկ անցնում են Նորագավիթից։ Ուրեմն այդ լուրջ դժգոհություն կա, պատկերացրեք ուսանող են, աշխատանքից ուշանում են եւ այլն, բարդություններ կա ու բազմիցս քննարկվել են ու ինձ դիմել էին, ես այդ կապակցությամբ դիմեցի քաղաքապետին եւ տրանսպորտի վարչության պետին Դավթյանին ու վերջերս նամակներ ստացա, բայց որ ամեն երթուղուն մի քանի մեքենա ավելացրել են, բայց մեր խնդիրներ հիմնական, որ Նորագավիթը պետք է ունենա առանցին տրանսպորտային, որը նախկինում եղել է։ Նախկինում 38 համար ավտոբուսը Նորագավիթից սկսում էր մինչև գնում էր ավտոկայան։
Հա, հիմա այդ խնդիրն է, որպեսզի հետո ասում եմ դե լավ, այդ գյուղերը ունեն իրանց ղեկավարությունը, մարզպետարան, տարածքային կառավարման մարմիններ, նախարարություն, թող զբաղվեն այդ գյուղերով, ինչի պետք է քաղաքապետարանը իր բնակչությանը թողի ծանր վիճակում օգնի մյուս։ Ես այն բնակիչներին չեմ մեղադրում։ Մարդիկ օգտվում են նրանից օգտվում են ինչ որ ինչ-որ կա, կա, այլ ընտրանք չունեն, Հիմա մենք ես ինչ ենք առաջարկում, որ լավ էր, որ այդ հարցը նորից իրանք ինձ ասել են, որ մի ամիս մեզ ժամանակ տվեք, որ մեքենաներ ենք ստանալու, ավտոբուսներ, հարցը փորձենք գուցե փորձենք կարգավորել։ նորագավիթի համար առանցին երթուղի նախատեսենք։ Հիմա դա էլ է։ Շնորհակալություն, Լավ է, պարոն որ դուք Եղիազարյան։ բացատրիք այդ հարցը, ինձ Դե փրկեցիք։ արդեն առանց այդ հարցի կարծես թե չի ստացվում Արմեն Առավոտյան, մենք դրա հետ առնչվում ենք։ Դե շնորհակալություն, Մենք էլ ես ենք շնորհակալ։ մի նպատակ էլ ունեմ այդ էստակադան, որ կառուցվի, ձեր Նոյան Տապանի խորհրդանիշը պետք է սյունի վրա կպցնենք։ Շնորհակալ ենք։ Որովհետև դուք այդքան աջակցում եք մեզ։ Շնորհակալ ենք, պարոն Եղիազարյան։ Հետևենք զարգացումներին, հարկ լինելու դեպքում կրկին այս տաղավարում կհանդիպենք։ Սպասենք պատասխաններին, արձագանքների, որից հետո կանդրադառնանք։ Շատ շնորհակալություն։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։